Հարգելի գործընկերներ, մի վարքյան, պարոն Հովհաննիսյան, հարգելի գործընկերներ, այս ամբիոնից կարող են հնչել ձեզ համար տհաճ արտահայտություններ, քանի դեռ այս ամբիոնից չի հնչել վիրավորան, դուք պարտավոր եք մի վարքյան, դա ձեր գնահատականն է, քանի դեռ չի հնչել օբյեկտիվ վիրավորանք, խնդրում եմ լռել և լսել, դուք ունեք հնարավորություն այս ամբիոնից արձագանքել ելույթների, մի խանգարեք, խնդրեմ, վերականգնեք պարոն Հովհաննիսյանի ժամանակը։ Մի վարքյան, մի տեղից խոսեք, պարոն Հովհաննիսյան համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ։ Դուք ասում եք, որ դուք զբաղվում եք և ձեր պայքարը եկեղեցու պաշտպանության մասին, հա։ Մենք ասում ենք հետևյալը, եկեղեցի Կտրիշ Ներսիսյանի գլխավորությամբ խառնվել է։ Հարգելի գործընկերներ, դուք հիմա խանգարում եք ելույթ ունեցողին։ Ես ենթադրում եմ, որ եթե դուք շարունակեք նման կերպ, քաղաքացիական պայմանագիրներ կարող է ասեք, ամեն անգամ ինչ-որ բան ասեք, դուները չկան, նույնը անեք։ Ուր կհասնենք մենք այդպես։ Մի տեղից բղավեք։ Խնդրում եմ ուշադիր լինել, որովհետև կրկնում եմ, եթե մենք գնանք այս տրամաբանությամբ, այս ազգային ժողովի դահլիճը վերածվելու է անընդհատ այս սրահ։ Եկեք այդպես չանենք։ Վերականգնեք պարոն Հովհաննիսյանի ժամանակը, խնդրեմ պարոն Հովհաննիսյան։ Գլխավորությամբ, որ չարաճճիություն չանեք քաղաքական առումով և նաև ես կարողանամ միտքս այստեղ հասցնել։ Գլխավորությամբ, լռեք իմ ելույթի։ Ներողություն պարոն Հովհաննիսյան, ներողություն։ Ով է տեղից խոսում։ Լիաննա Գասպարյանը ես։ Տիկին Գասպարյան, ձեզ հայտարարում եմ նախազգուշացում, տեղից մի ընդհատեք ելույթ ունեցողին։ Ես նորից սկսեմ էլի։ Վերականգնեք պարոն Հովհաննիսյանի ժամանակը։ Գլխավորությամբ խառնվել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին։ Ես սա դեռ բավարար չեմ։ Եկեղեցու առնվազն երկու պաշտոնյայի բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ կա տեղեկատվություն, որ նրանք հաղթել են կուսակրոնության ուխտը։ Եվ հաշվի առնելով, որ ինչպես